Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ, իմ հյուրն այսօր արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն է, մենք այսօր քննարկելու ենք, թե ինչու է կարևոր քննադատական մտածողությունը, ինչպես կփոխվի մեր քաղաքական մշակույթը, հասարակական մշակութային միջավայրը, եթե քննադատական մտածողություն կրողները այսպես ավելի շատ լինեին, քան այսօր կան, եւ մեր այսօրվա զրույցի առիթը այս գիրքն է, քննադատական մտածողություն, որը լույս է տեսել վերջերս, այսինքն անցյալ տարվա վերջին, այսպես ասած։ Ողջույն Գևորգ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն Նազելի, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Այս գիրքը քննադատական մտածողությունը հայերեն ներկայացնող առաջին ընդլայնված ձեռնարկն է, որքանով կարողացա հասկանալ, բայց ես գիտեմ, որ ձեր հիմնադրամը տարիներ առաջ քննադատական մտածողության եւս մեկ գիրք է հրատարակել։ Գիտեմ նաև, որ այս թեման ձեր կազմակերպության ուշադրության կենտրոնում է նաև տարիներ շարունակ, եւ ես ուզում եմ հարցնել, թե ինչու է կարևոր առհասարակ քննադատական մտածողությունը եւ օրինակ ինչու եք դուք այդպես հետամուտ այդ մտածողությունը զարգացնելու համար մեզանում։ Հա, հետաքրքիր հարց է։ Երևի որովհետեւ պրակտիկ եւ տեսական խնդիրները իրար եկան, այսինքն մեր տարբեր քննարկումների, սեմինարների ընթացքում պարզ դարձավ, որ ոչ միայն երիտասարդ սերունդը, այլև հասուն սերունդը մարդիկ չեն կարողանում, խճճված են, որը հայտնի բան է, հա, որ խճճված են համացանցի այդ բանից, հա, ավալանշից, այդ քանակից, այդ ինֆորմացիայի չեն կարողանում մեջը կողմնորոշվել։ Եվ ժամանակին մենք նաև շատ ենք աշխատել մեդիաների հետ եւ մեդիա գրագիտությունը այդ պահին դարձել էր բանալի բառ եւ մինչեւ հիմա մնում է բանալի բառ, իսկ քննադատական մտածողությունը ու մեդիա գրագիտությունը շատ մոտիկ բաներ են, այսինքն մեդիա գրագիտությունը պահանջում է քննադատական մտածողություն, պարզապես երբեմն կանգ է առնում այն պահին ինքը մի քիչ ավելի փոքր տիրույթի տեսություն է, հա, այն պահին, երբ դեռ անհրաժեշտ է շարունակել քննադատական մտածողություն կիրառել, դրա համար, քանի որ մեդիա գրագիտությունը ավելի հեշտությամբ տարածվեց եւ այսօր արդեն նույնիսկ դպրոցական դասընթացներ կան եւ այլն, իսկ քննադատական մտածողությունը մի քիչ ավելի բարդ բան լինելով մնում էր լուսանցքում, դրա համար մենք շարունակեցինք հենց այդ խնդիրը հասցեագրել եւ տարիների ընթացքում հազարավոր մարդկանց հետ անելով սեմինարներ կուտակեցինք այն ամբողջ նյութը, որը այս գրքում ինչ որ չափով ամփոփվել է։ Ու եթե չլինի քննադատական մտածողություն, չի լինի նաև մեդիա գրագիտություն բնականաբար։ Հա, այստեղ մի շատ հետաքրքիր հարց կա, որովհետեւ ասենք հայտնի օրինակ է, դու կարող ես ավտոմեքենան վարել առանց իմանալով, թե շարժիչն ինչպես է աշխատում։ Ինչպես։ Եվ դու, ասենք, հա, լույսը որ վառում ես, չես մտածում, թե էլեկտրականությունը, էլեկտրոնները ինչու են վազում եւ այլն։ Այսինքն մեդիա գրագիտությունը մի քիչ օգտատիրոջ մոտեցում է։ Դու կարող ես որոշակի բաներ իմանալ, բայց ներքին մեխանիզմներից տեղյակ չլինել։ Քննադատական մտածողությունը այն է, երբ սկսում ես խորանալ ներքին մեխանիզմների մեջ։ Գևորգ, իսկ այս բոլոր հետազոտությունները անելիս կամ ընդհանրապես այս թեմայի շուրջ մտածելիս դուք ի վերջո եկել եք այն եզրահանգման, պարզ եզրահանգման, թե օրինակ ինչ է նշանակում մտածել քննադատաբար։ Իհարկե, ոչ միայն ի վերջո, այլ հենց սկզբից պիտի այդ հարցին պատասխանեինք, մանավանդ որ մեզանում այսպես ասած ցածր մշակույթի, հա, տիրույթում տարածված է վատ վերաբերմունքը դեպի քննադատություն բառը, մի քիչ բանին, հա, Թումանյանի չաղ-չաղ թագավորի պես ասում բարկանում ես, ասում քննադատում ես, դե այսինքն համարժեք են, չէ՞, քննադատելն ու բարկանալը կամ ինչ։ Դե Թումանյանի դեպքում ինքը բանը, հա, այդ հերոսը բարոյապես իրավունք ունի դա ասելու, բայց երբ այսպես կամահրանքով են վերաբերվում դեպի
քննադատությունը դա, ասում եմ, ցածր մշակույթի եւ խորհրդային անցյալի դրսեւորում է, բանը գործ տալու բանի այդ ամբողջ շղարշ բանը իր հետ կրում է, էլի այդ ամբողջ պատմությունը, բայց պետք է հասկանալ հետեւյալը, որ ու դրա համար օրինակ, որ ոմանք փորձում են քննադատական մտածողության մեջ քննադատականը դարձնել քննական, ասում են քննական մտածողություն ենք ուսումնասիրում, բայց դա նույն բանը չէ, քննությունը examining, կարող ես առանց քննադատական մտածողության քննություն անցկացնել, ինչու, որովհետեւ պետք է լավ հասկանալ դա, ասենք դե գիտենք Կանտը գրել է բանի պրակտիկ բանականության քննադատություն, հա, կամ մաքուր բանականության քննադատություն, այդտեղից է գալիս։ Քննադատությունը հունարեն կրիտիկան է։ Նույն արմատ է կրիզիս բառի հետ, ճգնաժամ բառի հետ։ Այսինքն, որ ասում են կրիտիկական իրադրություն, հա, կրիտիկական պահ։ Ինչի մասին է խոսքը, որ երբ դու հանդիպում ես այն պահին, երբ ինչ-որ ճոճք է տեղի ունենում, չգիտես իրադարձությունները որ կողմ կգնան, եւ քեզ պետք է որոշում կայացնել, այդ պահին դու պիտի օգտագործես քննադատական մտածողությունը։ Իսկ քանի որ որոշում անընդհատ պետք է կայացնել, մանավանդ այսօրվա կյանքում, դա դառնում է շատ կարեւոր հմտություն ունենալ գոնե մասամբ, ունենալ քննադատական մտածողություն, որովհետեւ ամեն ինչին չես կարող դա անընդհատ ու ամեն ինչի նկատմամբ չես կարող կիրառել, մարդու ուղեղը չի կարող դա անում, պիտի լինեն ավտոմատացված բաներ, պիտի լինեն հավատալիքներ, բաներ, որոնց հենվում ես առանց մտածելու։ Բայց հենց որ հարց է առաջանում, այս մարդը ինչի ինձ էս ասեց, ինչ էր ուզում։ Ուզում էր ուղղակի հաղորդագրություն հաղորդել, բովանդակությունը, թե ուզում էր, որ ես ինչ-որ բան անեմ, որ ես այլապես չէի անի ու կարողա չէի էլ ուզի անել։ Այ հենց որ այդ հարցը առաջանում է, պետք է միացնել քննադատական մտածողությունը։ Եվ իհարկե մտածողություն հասկացության վերաբերյալ էլ մենք խորը, խոշոր ուսումնասիրություններ ենք արել, հիմա չեմ խորանա դրա մեջ, բայց սովորաբար գերադասում ենք կիրառել մտագործունեություն հասկացությունը, որովհետև մտածողությունը աշխարհի գիտության կողմից հազարումի ձևի մեկնաբանվում է, իսկ մտագործունեությունը ավելի կոնկրետ հասկացություն է։ Շատ լավ։ Դուք ասում եք, որ այս գիրքը ոչ այնքան գիտական է, որքան հանրամատչելի եւ նպատակն էլ ավելի շուտ, այսպես շատ մասսայականացնել քննադատական մտածողությունը, այսպես ասած, ինչ է ընդգրկում այն իր մեջ, եթե այսպես փորձենք շատ տենց մի քանի կետերով նշել։ Իհարկե, գիտական է, թե ոչ գիտական է, դա քննարկման հարց է եւ մասսայական կդառնա թե ոչ, բայց կոնկրետ 4 մասից է բաղկացած։ Առաջին մասը ներկայացնում է այն իրադրությունը, որ դեպքում որ պետք չէ, անհրաժեշտ չէ քննադատական մտածողություն, այսինքն ռուսերեն որ ասում են այդ վառարանը, որից սկսում ես ապարել։ Այսինքն պիտի լինի մի կետ, որը ասում ես, այ այստեղ պետք չէ, իսկ այ հենց այս կետից մեկ քայլ են կողմ, արդեն պետք է կիրառել քննադատական մտածողությունը։ Դա այդ կետը, որում դեռ պետք չի, դա կոչվում է համագործակցային կոմունիկացիա, համագործակցային հաղորդակցություն եւ կոնստրուկտիվ, ասենք, կառուցողական հաղորդակցություն։ Դա նա, որտեղ դու ոչ մի թաքուն իմաստ չես դնում հաղորդակցության մեջ։ Հենց որ թաքուն իմաստ դրեցիր, հաջորդ քայլը, ենթատեքստ, հավելյալ նպատակ եւ այլն, պետք է միացնել քննադատական մտածողությունը։ Երկրորդ մասը այն բոլոր տրամաբանական եւ ռետորաբանական կիրառուկներն են, բոլորը չէ էլի, բայց բավական խոշոր մասը, որոնք շեղում են իրական տրամաբանությունից, հա, ռետորաբանությունը օգտագործում են, որպեսզի ձևով փաստարկ կառուցեն, իսկ բովանդակությամբ այդ փաստարկը լեգիտիմ չլինի։ Երրորդ մասը գիտակցության շեղումներն են, գիտակցության խոտորումները, որովհետև հայտնի է, որ մարդը սխալական է, նաև կենսաբանական պատճառներով, հիշողության խոտորումները եւ շատ ու շատ այդպիսի այդ ամենը ինչ որ հիմա էքսպերիմենտալ կերպով հետազոտվում է եւ ֆիքսվում է։ Եվ չորրորդ մասը, ամենաբարդ եւ խոշոր մասը, դրանք որ կոչվում են մտաջիկոններ, այն էվրիստիկ միջոցներն են, այն կիրառուկներն են, որոնք օգտագործելով դու կարող ես վերաբերմունք կազմել դեպի այս կամ այն
հաղորդակցությունը, մարդու վարքը, այն ինչ ուզում ես գնահատել քննադատական մտածողության տեսակետից, այսինքն մտածողության միջոցով քննադատության ենթարկել։ Եվ այդտեղ կան շատ հասկացություններ եւ լեզվաբանությունից եւ ամբողջ համաշխարհային եւ փիլիսոփայությունից եւ գիտությունից, հա, ասենք կոնտեքստի ընդլայնում, թունելային մոտեցում կամ նույնիսկ գրականությունից, ասենք Ծուղակ 22 Ջոզեֆ Հելերի վեպից եւ այլն, այն բոլոր կիրառումները, որոնք էքսպերիմենտալ կերպով մեր այդ սեմինարների ընթացքում մեզ պետք են եղել, որ մենք բացատրենք մասնակիցներին, ինչը կարելի է կիրառել, որ հիմա հասկանաս, թե այստեղ ինչ է կատարվում։ Այո, եւ կոնկրետ իրավիճակներից ելնելով։ Բնականաբար, հա, սովորաբար դա տեքստն է, որտեվ դե սեմինարի ժամանակ վարքերը շատ չես կարող, հա, դիտարկել, բայց տեքստը վարքի արտացոլք է, հա, ինչ որ պատմություն է, ինչ որ բանի մասին, եթե այդ բանը տեղի է ունեցել, ապա տեղի ունեցածի մասին եւ շեղվում է, չի շեղվում, ինչ է իրականում տեղի ունեցել եւ այլն, այդ ամենը քննարկում ենք։ Գեորգ, իսկ դուք հաշվի առել եք մեր հասարակությունը, այսօրվա ժամանակը եւ այլն։ Տեսեք, դուք նշում եք, որ Պլատոնից սկսած մինչեւ Վիտգենշտեյն, մինչեւ մեր ժամանակները այսպես անցել եք, ինչ որ իմաստով հետազոտություն եք արել, թե ինչ մտածողություն է եղել եւ որն է հենց անցյալից եկել մեզ հետ եւ այսօր էլ մեզ համար ակտուալ է նաեւ։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով ու նաեւ հաշվի առնելով այսօրվա մեր օրը ինչի կարիք ունի այսօրվա հասարակությունը, ինչն է այն մեծ բացը, որը այսօր մեզ հաճախ խնդիրների առաջ է կանգնեցնում նաեւ։ Դե այսօր ինչն է փոխվել անցյալի համեմատ, դա տեխնոլոգիական պրոգրեսի շնորհիվ ու պատճառով առաջացած համացանցը, համացանցի առաջացման ու զարգացման պատճառով ինֆորմացիայի տարափը, որ մարդկանց վրա գալիս է, եւ այդ ինֆորմացիայի շեղումը դեպի մանիպուլատիվ տարբերակը, այսինքն մարդը նույնիսկ եթե ինֆորմացիան շեղված չլիներ, արդեն խորտակվելու վիճակում է այդ ինֆորմացիայի քանակից, բայց մանավանդ եթե ուզում են իր ուղեղը կառավարել այդ միջոցներով, ինքը չգիտի ինչ անի։ Այդ իմաստով այն ավելի նախորդ ժամանակներում գիտական արկայծումները, արդյունքները, փիլիսոփայական ինչ որ կարևոր արդյունքները ավելի փոքր խմբի էին վերաբերում էլիտաների, որոնք կրթված էին, խորացած էին, միայն գիտնականներին եւ այլն։ Այսօր այդ կարիքը քննադատական մտածողություն ունենալու, որ Կանտը, ասենք, ուներ եւ առաջարկում էր միայն ինչ որ փիլիսոփաների շատ նեղ խմբի, հա, հիմա դա դարձել է համատարած։ Էդ է փոխվել իրականում։ Չեն անհետացել ճիշտ ու կարևոր հայտնագործությունները, նրանք մնում են ճիշտ, նրանք ստուգվում են գիտության կողմից։ Հիմա շատ ավելի խնդիրներն էլ չեն փոխվել։ Դե խնդիրը փոխվում է անպայման, հենց որակական իմաստով, հենց այն պատճառով, որ մարդը պիտի շատ ավելի կողմնորոշվի իրադրության մեջ, քան առաջ էր, որովհետև առաջ ավելի ստաբիլ ու ցիկլային կյանք էր շատ-շատերի համար, հա, իսկ հիմա բոլորի համար, տեսեք, ասենք այն գաղափարը, որ ամեն պահ, կյանքի ամեն պահ ճգնաժամ է, ոչ թե դու ապրում ես կյանքում, հետո հանկարծ ճգնաժամ եղավ, հետո շարունակվեց հանգիստ ստաբիլ կյանքը։ Այսինքն նեղ անհատական իմաստով եւ ավելի լայն, հա։ Բոլորի էգզիստենցիալիզմի տեսակետից դու ամեն պահին, հա, էգզիստենցիալիզմը երբ է եղել 19-րդ դարի վերջից 40-ական թվականները, հա, Կամյու, չգիտեմ, Սարտր եւ այլն, որ ասում էին, որ քո կյանքի ամեն պահը որոշում ընդունելու պահ է։ Հիմա դա դարձել է ակներև։ Առաջ դա այսպես միայն փիլիսոփաների քննարկման ինչ որ նյութ կարող էր լինել։ Հիմա դա ակներև է, դա նորություն չէ։ Կամ այն փաստը, որ կյանքիդ ամեն պահը եւ որտեղ էլ որ գտնվես, ամեն կետը խաչմերուկ է, նույնպես հին հայտնի դրույթ է, բայց հիմա է դարձել ակներև, որովհետեւ այսպես ոչ զինված աչքին թվում է, թե եթե խաչմերուկ չկա, ուրեմն խաչմերուկ չի։ Թվում է, թե կա բան, հա, ասենք, պատնեշ, կա փակուղի, ուրեմն խաչմերուկ չի։ Իրականում ամեն ինչն է խաչմերուկ։ Ոչ միայն Հայաստանն է խաչմերուկ,
պոտենցիալ կերպով, որը փակուղու մեջ էր, ոչ միայն Վրաստանն է խաչմերուկ, այլև Հայաստանի ամեն կետն է խաչմերուկ, Վրաստանի ամեն կետն է խաչմերուկ, Ռուսաստանի ամեն կետն է խաչմերուկ, այդ փոփոխությունը, որ տեղի է ունեցել, այն որ մինչ այդ ինչ որ բարձրաբերձ փիլիսոփայական քննարկումներում է տեղի ունենում, հիմա դառնում է կարևոր գիտելիք, որ մարդը ամենօրյա ռեժիմով դրան տիրապետի։ Եվ այդ փիլիսոփայությունը այդքան էլ հեռու չէ իրականությունից, չէ, ինչպես որ մեզանում ընդունված է, այսպես հեռու չէ։ Կա վատ փիլիսոփայություն, որը հեռու է, բայց այս գիրքը, ասում եմ, ռացիոնալ եւ փորձի վրա հիմնված, հա, արդյունքների հավաքագրում է։ Եվ դա տալիս է մի ամբողջ գործիքակազմ, թե օրինակ ինչպես մտածել եւ ինչպես ուրիշի կարծիքի կրողը չդառնալ ակամա, հա, կարելի է այդպես։ Այո, իհարկե, բայց այստեղ այդքան վտանգավոր չի ուրիշի կարծիքի կրողը չլինել կամ լինել, ուրիշի կարծիքի կրողը կարող է դառնալ, եթե համաձայնեցի։ Եթե համամիտ ես, այո, որքան քեզ ուղղորդելու ուղղված դիսկուրսներին եւ արարքներին դիմադրելը, այսինքն երբ դիսկուրսները եւ այլ, հա, ինչ որ քաղաքտնտեսական համակարգերը եւ այլն ուզում են մարդուն իշխել, նրան ապաիշխանավորում են, նրան դարձնում են օբյեկտ, կիրառման օբյեկտ եւ նա իր սուբյեկտայնությունը կորցնում է։ Որ դու քո սուբյեկտայնությունը վերականգնես, դու պիտի կարողանաս այդ փորձերը քեզ ապաիշխանավորել, դրան հակադարձել։ Դե պիտի ճանաչելի լինեն դրանք, այո, պիտի դու ճանաչես այդ բոլոր հակադարձես։ Այո, շատ այսպես հաճախ շատ խորամանկ մեթոդները, հա, որոնք կիրառվում են, համատարած մեթոդներ, որոնց արդյունքը քեզ թվում է սրբություն։ Այո։ Ասենք ծես, որը դու սովորել ես քո ծնողներից, քեզ թվում է, որ նախնիներն են այդ ծեսին հետևել եւ այլն, մինչդեռ դա մեթոդ է քեզ ինչ որ բանից շեղելու։ Այդ ամեն ինչը պետք է զենքը դառնա, որ կարողանաս դիմակայել այսօրվա աշխարհի մարտահրավերներին։ Իսկ այն, որ մենք այսօր շատ ավելի քննարկում ենք եւ շատ ավելի անհանգստանում ենք այդ տեղեկատվական պատերազմների, մանիպուլյացիաների հազարումի, որ շատ հաճախ մենք հայտնվում ենք այդ ցանցերում, ակամա հայտնվում ենք, արդյոք այս մտածողությունը կօգնի մեզ, կտա որոշակի գործիքակազմ դրանք ավելի ճանաչելի դարձնել մեզ համար։ Իհարկե, անպայման, հենց այդ նույն բանն է։ Ինչ որ նախորդիվ խոսում էինք, քեզ ուզում են օգտագործել։ Ոնց անես, որ չդառնաս օգտագործման առարկա, հա։ Դա գլխավոր խնդիրը։ Ուրիշ բան, որ այս գիրքը շատ կարևոր է կարդալ, ուսումնասիրել եւ խորանալ, բայց այստեղ կա մի կարևոր կանոն, որը հենց գրքում էլ նշված է։ Իսկ մենք հիմա կարող ենք այդ կանոնը ասել։ Օրինակ, կա շատ པարզ իրավիճակ, երբ դու կասկածում ես, որ ուզում են քեզ օգտագործել։ Ինչ հարց պիտի նախ ինքդ քեզ տաս, որպեսզի պարզես քեզ համար դու օգտագործվում ես, թե դա ուղղակի ինչ նպատակով է սա ասվում, ասողը ինչ նպատակ ուներ։ Այդ առումով, ասենք, ցանկացած հաղորդագրություն։ Այսինքն դիմացինի նպատակն ենք փորձում հասկանալ։ Անպայման, այո, նախ եւ առաջ նպատակը ոչ թե բովանդակությունը, այլ հենց նպատակը։ Բովանդակությունը կարող է անմեղ թվալ, բայց նպատակը կարող է որոշակի լինել, որը քո մեջ կառաջացնի կարիք դրան դիմադրել, հա, այդ բովանդակությունը դեն նետել կամ խորանալ տեսնել այն ճշգրիտ է թե ոչ, կամ հասկանալ նպատակադրումը, երբ այդ բովանդակությունը հաղորդվում էր քեզ։ Շատ լավ, ես այսպես հպանցիկ թերթում եմ գիրքը ու շատ ինձ համար անսովոր նաև վերնագրեր կան, ենթավերնագրեր, այստեղ նիհար աբստրակցիա տերմինն եմ հանդիպում, գեշ անվերջություն տերմինն եմ, օրինակ եկեք կանգ առնենք գեշ անվերջության վրա, ինչ է իրենից ներկայացնում եւ ինչի մասին է խոսքը։ Ես կարող եմ երկուսն էլ իրար կապել, աբստրակցիան շատ կարևոր բան է մարդու աբստրահվելու ունակությունը, դա ուղեղի, հա, մտածողության կարևորագույն հատկանիշներից մեկն է, բայց հաճախ այն փոխարինվում է այսպես կոչված նիհար աբստրակցիայով, ինչը նշանակում է, որ դու օգտագործում ես որևէ աբստրակտ տերմին առանց դրա սահմանումը տալու, նույնիսկ ինքս էլ չգիտես թե դրա մեջ ինչ է մտնում։ Իսկ կարող ենք կոնկրետ օրինակով դա ցույց տալ, ասենք։ Բազում, օրինակ ազգ։ Մարդը ասում է ազգ, դա հնչում է այսօրվա Հայաստանում որպես շատ այսպես
բանան, ոգեշնչող ինչ-որ հասկացություն, հա, բայց որ հարցնես ինչ է ազգը, նա չի կարողանա սահմանել։ Որ ու մյուսը որ ընդունում է այդ բառը, իրեն էլ է թվում, որ իրար հասկացան։ Հաղորդվեց մի բառ, որի իրական իմաստը մեծ քննարկման խնդիր է, այդ քննարկումը տեղի չի ունենում, ամեն ազգի համար ուրիշ իմաստ ունի այդ բառը, այդ ազգ բառը, հա, nation, nation եւ այլն։ Այդ ամեն ինչը բացառվում է, թվում է թե մենք իրար հասկացանք։ Իրականում դուք չհասկացաք իրար։ Ու հիմա եթե մեկը ասում է, օրինակ, ազատություն նույն ձևի առանց խորանալու, ասում է ազատություն կա, մյուսը ասում է ազատություն չկա։ Էլ չեն մտածում ինչ է ազատությունը։ Սկսում են վիճել։ Այդ վեճը անընդհատ կարող է գնալ ու դա կոչվում է գեշ անվերջություն, այսինքն վեճեր, որոնք ի սկզբանե ոչ կառուցողական նպատակի են տանում, որոնք կարող են անվերջ լինել եւ դու երբեք որևէ հետեւության չկարողանաս գալ։ Դա էլ գեշ անվերջությունն է։ Այդ քննարկումները ավելի շուտ նրա հետ են կապվում, որ տարբեր միջավայրի մարդիկ են իրար հետ փորձում այսպես հաղորդակցվել եւ այդ հաղորդակցությունը չի ստացվում։ Դա այլ խնդիր է։ Ոչ, դա նույնց նույն միջավայրի, նույն լեզվով խոսող մարդիկ իրար չեն հասկանում ոչ թե իրենց մեղքն է դա, այլ իրենք այդպես են դաստիարակվել, այդպես են կրթվել։ Օրինակ հաճախ ազգ հասկացությունը կարող են մեկնաբանել տարբեր կուսակցություններին հարող մարդիկ տարբեր կերպ, չէ՞։ Դա արդեն մոդելավորում է որոշակի իրադրություն, բայց պարզության համար վերցնենք երկու անհատ եւ տեսնենք թե նրանք երբ այդ բառը օգտագործում են ինչ նկատի ինչ կուզենային նկատի ունենալ, բայց նկատի չունեն։ Այսինքն հիմա պետք է, եթե ես ասեմ, այս ազգը այսպեսին է, ճիշտ կլինի, եթե դու ասես, Գեորգ ջան, արի նստենք ու քննարկենք ինչ նկատի ունեիր ազգ ասելով, հա? Կամ երբ ասում են մենք։ Կամ նույնիսկ երբ ասում են ավելի կոնկրետ բաներ, հասարակություն, պետություն, պետությունը ի վերջո մի քիչ ավելի լավ է հնչում, որովհետև ինչ որ ռացիոնալ սահմանափակ բան է, հա, բայց հաճախ պետությունը եւ իշխանությունը իրար են խառնում, օրինակ, ասելով պետություն նկատի ունեն իշխանության շահը, պետության շահը ասելով, հա։ Հիմա ո՞րն է պետությունը, ասենք մենք հասարակ քաղաքացի լինելով ինչքանով ենք մենք պետություն։ Պետության մեր մարմնի միջի, մեր ուղեղի միջի որ մասն է պետությունը, մենք այս պետության քաղաքացի։ Որքանով ենք դա մենք ընկալում նաեւ, չէ՞։ Բայց շատ կոնկրետ, ինչքանով ենք մենք պետություն, մեր վարքը պետությանը ինչպես է հարաբերվում, հա, որտեղ է պետությունը սկսում, որտեղ վերջանում, այսինքն պետական օրգանում նստած ինչ որ շենքի մեջ նստած պետական համակարգի աշխատակիցը ինքը պետություն է, թե ոչ։ Այդ բոլոր հարցերը քննարկված չեն։ Ու դա գալիս է նրանից ընդհանրապես լեզվի կատաստրոֆի խնդրից, որը էլի հին, էլի Վիտգենշտեյնյան հասկացություն է եւ եթե ոչ ավելի հին, որ մարդիկ այս կրթական համակարգում, այս հասարակություններում սովորել են խոսել առանց իմաստը, իրական իմաստը դնելու իրենց ասածների մեջ։ Այսինքն դա հանգեցնում է նրան, որ նրանք կեղծ գիտակցությամբ են կողմնորոշվում եւ ուրեմն ճիշտ որոշումներ չեն կատարում եւ ոչ իրենց կյանքը, ոչ իրենց հասարակության կյանքը այն էֆեկտիվության չեն կառուցում, որը այլապես կլիներ։ Եվ դա համամարտկային խնդիր է, ի վերջո համամարտկային խնդիր է։ Կան մարդիկ կամ խմբեր եւ դրանք այսպես ասած աշխարհով մեկ են, հա, ոչ թե միայն այս պետությունում, այս ազգում, որոնք դա հասկանում են։ Նախ եւ առաջ գիտնականների որոշակի մասը մտածողության խնդիրներով զբաղվողների որոշակի մասը, բայց հասարակությունները հիմնականում իրենց մոտեցումները հիմնում են այդ ամեն ինչը զանցառնելու վրա, որովհետև իրենց պետք է արագ էֆեկտիվություն, այսպես օպորտունիստական մոտեցում, իսկ որ մարդիկ դուրս գան այն ծուղակներից, որոնց մեջ ընկնում են այս հարցերի պատճառով, սովորաբար չի հետաքրքրում հասարակություններին։ Բայց այստեղ կա մի շատ պարզ լուծում, կարծում եմ, որովհետև այս կոնկրետ մեր նշած գիտես, ասա մենք էլ իմանանք։ Մենք այսպես օրինակ ազգ կամ մենք կամ պետություն ձեր նշած այս կոնկրետ այս բառերը, իրենք նաև պատմաքաղաքական, նաև ժամանակի հետ
կապված առնչություններ ունեն, այսինքն ազգ բառը 1960-ական 70-ականներին այլ ընկալում ուներ, այսօր այն փոխվում այլ ընկալում է Ես ձեռք չգիտեմ, ուներ այլ ընկալում թե ոչ։ Նույն menքը այլ ընկալում Մենք ուներ։ չգիտենք, մենք հիմա ես կոնկրետ ինձ ու քեզ նկատի ունեմ, մենք չգիտենք, որովհետև ինչ որ էքսպերիմենտներ չեն արվել, ինչ որ հետազոտություններ չեն արվել, մենք չգիտենք, չենք կարող ասել, ինձ թվում է այդպիսի հասկացությունները եւ ոչ միայն ազգը, այլև, չգիտեմ, սոցիալիզմը, հավասարությունը եւ այլն, իրենք իրականում ոչ մի ընկալում չունեն։ Այսինքն մարդիկ դրանք օգտագործում են որպես դատարկ տուփ, մեջը դնելով ինչ որ բան, որ իրենք կարծում են մեջը դրել են, բայց իրականում մեջը ոչինչ չկա։ Իրենք իրար ուղղակի մեսեջ են ուղարկում, որ ես ազգ բառը սիրում եմ, դու էլ ես սիրում, ես քեզ ուղարկեցի, մենք հանգստացանք, սիկներս հովացավ, հա։ Դա է կարծրատիպի էությունը։ Կարծրատիպը ցանկացած բառ կարող է լինել, սեղանը կարող է լինել կարծրատիպ, մարդը, չգիտեմ, ինչ ուզես եւ շատ արտահայտություններ։ Երբ դու հաղորդագրություն ես ուղարկում, կարծելով, որ մեջը իմաստ ես դրել, բայց չմտածելով, թե ինչ իմաստ ես դրել ես արդյոք թե ոչ։ Եվ մյուսն էլ դա ընդունում է, կարծելով, թե ինքը իմաստ ընդունեց, բայց չմտածելով ընդունեց արդյոք թե ոչ, հա։ Այդ պատճառով շատ քննարկումների, խոսակցությունների մի խոշոր մասը կերև է իրական խնդիրների վերևը, այդ իրական խնդիրներից կտրված։ Հետաքրքիր է, քննադատական մտածողությունը բոլոր ոլորտներին է այսօր պետք եւ շատ կարեւոր բան է, մենք պիտի փորձենք հասկանալ սրա կարեւորությունը նաեւ։ Գեորգ, եթե մեր հասարակության մեծ մասը կարդա ու կիրառի այս գրքում եղած սկզբունքները, ինչպես կփոխվի մեր քաղաքական մշակույթը, հասարակական, նաեւ մշակութային միջավայրը, փորձենք այս սրանով, այս հարցով ամփոփել։ Դա իդեալական, այո, ուտոպիա եթե պատկերացնենք, մեծ մասը հնարավոր չէ, որովհետև ասում եմ, նույնիսկ ամեն մարդը, ինչպես մենք, անընդհատ չի կարող կիրառել, որովհետև քննադատական մտածողությունը, ռեֆլեքսիան, մտագործունեությունը շատ խոշոր էներգիայի ծախս են պահանջում, հա, ուղիղ ամենամեծ էներգիայի ծախսն է պահանջում ու ամեն պահին չես կարող կիրառել, դու դա կիրառում ես ինչ որ կարևոր կրիտիկական, հա, ճգնաժամային պահերին։ Բայց որ մարդիկ իմանային ինչպես դա կիրառեն, շատ լավ կլիներ, ուղղակի ստեղ մի խնդիր էլ կա, դու կարող ես տեսականորեն իմանաս, բայց էլի չկիրառես։ Այդ խնդիրը կա հենց այս գրքում նշված։ Բայց կան երկրներ, որոնք ունեն, չէ, քննադատական մտածողության ավանդույթ, այո, եւ ոչ թե միայն հասարակություններ, դա համաշխարհային երևույթ է, այսինքն այստեղ իրար հասկանալու սոլիդարությունը, մտածողության այդ մակարդակը ունենալու, ռեֆլեքսիան ունենալու, ավելի շատ վերաբերվում է գիտնականների, որոշակի մասնագետների խմբերին, որոնք աշխարհով մեկ են։ Հենց պարտադիր չի, որ ինչ-որ երկրում լինեն, հա, բայց եթե նրանց քանակը ավելանա, իհարկե հասարակության եւ այն բոլոր խնդիրները, որ հիմա նշվում են, որ ինովացիաներ շատ լինեն, հայտնագործություններ լինեն, գիտությունը զարգանա, գրագիտությունը զարգանա, ռեֆորմները հաջողվեն եւ այլն, այդ բոլոր խնդիրները կսկսեն ավելի հաջողությամբ իրագործվել։ Շատ լավ, իսկ ինչպես կարող ենք ձեռք բերել մարդիկ Գիրքը ազատ է տարածվում, որովհետև Եվրոպական միությունն է դոնորը եւ դա չվաճառվող գիրք է սա, մեր գրասենյակից կամ կա համացանցային տարբերակը էլի ազատ ներբեռնելու համար, որի բանը հղումը մի կերպ մենք կտանք։ Մենք կփորձենք հղումը տեղադրել մեր այդ բանում, այդ Այո, եւ իսկ ով ուզեց բանը, հա, տպագիր տարբերակը պետք է այցելեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամ եւ վերցնեն։ Շատ լավ, Գեորգ, իսկ այս գիրքը վերջինն է քննադատական մտածողության, թե զարգացնելու եւ այս թեման ավելի շարունակելու դեռ կա։ Դե եթե հաշվի առնենք, որ սա մոտ 20 տարի է տևել մինչև այսքանը ստեղծվել է, բայց շատ հետաքրքիր հարց է տալիս, որովհետև արդեն սրանից հետո ես մի 20 հատ հավելյալ մտաջիկոն եմ դուրս գրել, որովհետև իրենց քանակը գնալով ավելանում է։ Ինչ է նշանակում մտաջիկոն, փորձենք կարճ։ Հենց այդ կիրառուկներ են 4-րդ մասում նշված, հենց այդ գեշ անվերջությունը, բնդրենք բոլորը մտաջիկոններ են, կազմավորվել է միտք, էմոջի եւ իկոնա բառերի համադրությունից, հա։ Եվ իհարկե արդեն կուտակվում է նյութը, որը գուցե առաջիկա, չգիտեմ, 5 տարվա, 10 տարվա մեջ հավելյալ հրապարակումների առիթ դառնա։
Թերևս այսքանը շնորհակալություն, սիրելի ռադիոլսող, մենք այսօր զրուցում էինք քննադատական մտածողություն գրքի մասին եւ ընդհանրապես հարակից թեմաներին, ինչը վերաբերում է քննադատությանը, դա շատ կարեւոր բան է մեր կյանքում, քննադատաբար մոտենալ բոլոր երևույթներին։ Իսկ իմ հյուրն այսօր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրելյանն էր։ Զրույցը վարեց Նազել Յոհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն